Անոմս լավ կոնֆետ կա, շատ համեղ է, արևս վկա։ Մեկը ուտեմ, մեկն էլ տանեմ պահեմ տանը, որ չգտնի պարոն բլբլտանը։ Չեմ հասցնի, հարկավոր է շտապել, այսօր երեխաներ կարևոր հյուրեր ունենք, ինչպես հարկն է, պետք է մեր հյուրերին ուրախ զվարթ դիմավորենք, կարկանդակները մնացին ջեռոցում, շուտ, մի րոպե, ինչ էլ համեղ է ստացվել, ահա, կարկանդակները պատրաստ են, ահա, թխված է, կոնֆետները քեռի այգեպանը ճիշտ ժամանակին բերել է, բայց երեխաներ ինչ-որ մի բան պակասում է, ինչ, մտածենք, հա, իմացա, միրգ բանջարեղեն, տանձ խնձոր մանդարին, լոլիկ, կարտոֆիլ և գազար։ Պարոն Բլբլթանն արդեն վազում է մոտակա խանութ, միրգ գնելու, այս կոմ, ես արդեն գնում եմ։ Կարկանդակը խմորից պատրաստված և միջուկ ունեցող ուտեստ է, որը թխվում է կամ տապակվում։ Կարկանդակի լցոնը կամ միջուկը կարող է լինել քաղցր, խնձոր, մրգեր, կաթնաշոր և ոչ քաղցր, ձուկ, մսային խճողակ, կարտոֆիլ և այլն։ Ինչպես թխուկի այլ տեսակները, այնպես էլ կարկանդակները սկսել են պատրաստել շատ վաղուց։ Գյուղացիական ընտանիքներում ընդունված էր ուտել մեծ ամաններից, ուստի բոլորի համար ուտելիք էին պատրաստում միանգամից։ Հետևաբար խմորից ուտեստները ամբողջական էին, որոնք ձեռքով կտրվում էին և բաժանվում հետևյալ հաջորդականությամբ։ Մեծ կտորը տալիս էին ընտանիքի գլխավորին, հորը կամ պապիկին։ Նրանցից հետո իրենց կտորը վերցնում էին կանայք, իսկ կարկանդակի փոքր կտորները բաժին էին հասնում երեխաներին։ Թխուկն այս կերպ ուտելն իհարկե առանձնապես հարմար չէր, ուստի տնային տնտեսուհիները մեկ այլ բաղադրատոմս մտածեցին և սկսեցին միջուկով փոքր չափի կարկանդակներ թխել։ Իսկ այս թխուկները շատ ավելի հարմար էին, քանի որ դրանք կարող էին ուտել ոչ միայն տանը, այլև վերցնել իրենց հետ դրսում խաղալիս։ Կարկանդակները կարող են լինել տարբեր ձևերի և չափերի։ Ոմանք կիսալուսնաձև են, մյուսները քառակուսի կամ կլոր։ Չափերը կարող են նաև տարբեր լինել։ Փոքր մեկ հոգու համար նախատեսված կարկանդակներից մինչև մեծ ընտանեկան կարկանդակներ։ Որոշ մշակույթներում կարկանդակներն օգտագործվում են կրոնական ծեսերում։ Օրինակ քրիստոնեական ավանդույթում զատկի կարկանդակները խորհրդանշում են հարություն և նոր կյանք։ Կարկանդակները, բացի իրենց համային արժեքից, ունեն նաև գեղագիտական արժեք։ Նրանց ձևերն ու նախշերը կարող են իսկական արվեստի գործ լինել, հատկապես զատկի կարկանդակների դեպքում, որոնք զարդարվում են ծննդային ներկերով կամ քաղցր ջնարակից պատրաստված վառ ու գունագեղ ձևավորումներով։ Շատ սոված եմ, երեխաներ, շատ քաղցած եմ, շատ, ինձով մի կտոր մի բան կտա համտեսելու, պարոն Բլբլթան որտեղ եք, պարոն Բլբլթան, կարկանդակներ, թխվածքներ, կոնֆետներ, որքան եմ սիրում կոնֆետներ, կարկանդակներ, թխվածքներ, ես իմ այս ամբողջը կուտեմ, Բամ, 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 բամ,
Ահա եւ միրգ բանջարեղենը երեխաներ։ Նախքան ուտելը հարկավոր է լվանալ հոսող ջրի տակ։ Հա, ու չմոռանաք լվանալ ձեր ձեռքերը օճառով։ Երեխաներ, սա ինչ է։ Ով է համարձակվել ուտել մեր ամբողջ քաղցրավենիքը։ Ով։ Բորենին։ Ախ դու անպիտան Սամսոնի, ամբողջովին կերել է, հիմա էլ պարկել է խրմփացնում է, մի սրան տեսեք, ես քեզ հիմա ցույց կտամ, մի րոպե երեխա, մի րոպե, ահա, ես հիմա այս անպիտանին մի լավ դաս կտամ, Քեզ Քեզ անպիտան օգնեցեք, բրկեք Կանգներ անպիտանի մեկ Երեխաներ Հիմա ինչ ենք անելու Կորած եմ, կորած Ինչ պատասխան պետք է տամ հյուրերին Ինչ պետք է հյուրասիրեմ Նորից դու անպիտան դեր համարձակվում ես այստեղ երևալ Պարոն բլբլթան Ինչու ես հոնքուր լաց լինում, հա? Փոխանակ ես լաց լինեմ, դու ես լաց լինում, հա? Պարոն բլբլթան Փորիկս ցավում է Շատ տեղին է քեզ Քեզ ով էր ասում բգլիկի նման հարցակվեիր սեղանի վրա ու ամբողջովին ուտեիր, հա? Ախ, շատ է ցավում Մի բան արեք, օգնեք, չեմ դիմանում Այ տենց քեզ, բգլիկի մեկը բգլիկ Լավ, մի լաց եղիր, մի բան կմտածեն Կզանգենք շտապ օգնություն Բժշկուհի առողջ ճարարիկին Շտապ օգնություն Բա որ ինձ սրսկեն Միայն թե որտեղ է հեռախոսը Հիմա կզանգենք Հալո, շտապ օգնությունն է Բարև ձեզ Մեր շտապ կանչ գրեք Մեր Սամսոնիկը բգլիկություն է արել Եվ հիմա նրա փորիկը ցավում է Շտապ կանչեք բժշկուհի առողջ ճարարիկին Շնորհակալություն Փորիկս ցավում է Գալիս է Պարկեք, այստեղ լավ Ոյ, փորիկը շատ է ցավում Ոյ, լավ չեմ Ոյ, բգլիկություն արեցի Երեխաներ, բգլիկությունը շատ բան է Այ, ներեցեք, ինձ էլ չեմ անի Դրան զանգն է, բժշկուհին է Բարև ձեզ Բարև ձեզ բժշկուհի Ինչ է պատահել Սամսոնիկը լավ չի զգում իրեն Ինչ գանգատներ ունի Փորիկն է ցավում Ագահություն է արել Ամբողջովին սեղանի դրված քաղցրավենիքը կերել է Փորիկը տրզել է Հիմա էլ մի լավ հոնքուր լաց է լինում եւ ասում է փորիկը ցավում է Շատ է ցավում բժշկուհի մի բան արեք չեմ դիմանում Ախ չարաճճի ինչ է քո անունը Սամսոնիկ Շատ լավ հիմա կստուգենք Ինձ լսիր Սամսոն Այո Վայ սարդ է Շնչիր Արտաշնչիր Ապրես Մի հատ էլ շնչիր Լավ, արտաշնչիր Պարզ է Դե բժշկուհի Ինչ է պատահել մեր Սամսոնիկին, հա Ձեռքերն առանց լվանալու հաց է կերել Այդ պատճառով էլ փորիկը ցավում է Ախ դու չարաճճի Հաջորդ անգամ ձեռքերդ անպայման կլվանաս Անպայման խոստանում եմ
մի բան արեք, խնդրում եմ խոսք եմ Լավ, տալիս լավ։ հաջորդ անգամ ձեռքերս կլվանամ, այն էլ օճառով։ Խոստանում ես։ Այո, խոստանում եմ։ Լավ, բայց եթե ուզում ես որպեսի շուտ անցնի, ուրեմն պետք է սրսկել։ Որտեղ է նրա քիչը։ Պարոն Բլբլթան, ինձ ուզում են սրսկել։ Սա ինչ է։ Սա նրա քիչ է։ Այո։ Այսքան մեծ։ Այ մամա ջան։ Չէ, ինձ ներարկել հարկավոր չէ։ Արդեն փորիկս չի թվում։ Այո, օգնեցեք, բռնեք, ինձ ուզում են մեծ ներարկիչով սրսկել։ Ախ դու չարաճճի։ Երեխաներ, հիշեք, ուտելուց առաջ անպայման պետք է ձեռքերը լվանալ օճառով։ Սամսոնիկ, գլուխ չպահես, թե չեք սրսկեմ։ Ոչ, պարոն Բլբլթան։ Փորիկը չի ցավում։ Ոչ։ Արդեն ձեռքերդ լվանում ես։ Այո, այն էլ օճառով։ Ապրի, Սամսոնիկը։ Դե ինչ երեխաներ, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Ստեսություն, չմոռանաք ձեռքերը լվանալ օճառով։ Այո, երեխաներ, որպեսզի փորիկը չցավի։ Ստեսություն։